Բարև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, ձեզ հետ եմ ես Բորիս Մուրադից եւ այսօր մենք խոսելու ենք այս ֆորմատով մի կարևոր թեմայի մասին, խոսքը 2018-ի իրադարձությունների մասին է, բայց մի փոքր այլ տեսանկյունից, հիմա ակտուալ է դարձել այս թեման, շատերն են քննարկում, հարցեր են հնչեցնում, հարցեր են տալիս, մի մասը ասում է եղել է հեղափոխություն, փոքրամասնություն են նման բան ասողները, մյուս մասը ասում է եղել է իշխանահանձնում, երեք այս խրախճանքին միացավ նաև 7-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որը տարիներ առաջ ընդունել էր, որ ինքը երկար ժամանակ համաֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին եւ իր թերթը, եւ փաստորեն ինքն էլ հռչակեց, որ տեղի է ունեցել 2018-ին հեղափոխություն եւ դրան հետևանքով տեղի ունեցածի պատասխանատուն ժողովուրդն է, որ խուսափում է իր պատասխանատվությունը վերցնել եւ քաղաքական ուժերը։ Հիմա գանք նրան, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին այլ տեսանկյունից, այսինքն վերցնենք փաստեր, դնենք իրար կողք ու այսպես հասկանանք ինչը ինչի հետ կապ ունի։ Այս օրերին մենք հաճախ լսում ենք նաև մեղադրանքներ, որ 2018-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կամ նախորդ իշխանությունները եղել են միակ կամ առաջին ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի իշխանության, որի տարբերություն իրենց շատ այլ ուժեր կառավարության մաս են կազմել, մասնավորապես հիմնականում թիրախավորվում է ԲՀԿ-ն, Հայ հեղափոխական դաշնակցությունը, իհարկե այդ կառավարության մաս էին կազմում Հանրապետություն կուսակցությունը, Լուսավոր Հայաստանը, բայց կար կառավարության մաս կազմող, ընդ որում կառավարության էական մասը կազմող եւ կարևոր մասը կազմող մի կուսակցություն, որը չէր երևում, եւ հիմա այդ կուսակցությունը շատ հանգիստ մեղադրում է բոլորին։ Ես ամենևին ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին կամ առավել եւս Հանրապետությանը, Լուսավոր Հայաստանին պաշտպանելու որևէ նպատակ չունեմ, փորձում ենք ճշմարտությունը իրար հետ քննարկել, հասկանալ, կառավարության զգալի եւ կարևոր հատված է կազմել Հանրապետական կուսակցությունը։ Հանրապետական կուսակցությունը եւս եղել է կոալիցիոն կառավարության մաս, չերևացող մասն է եղել, կամ եթե Հանրապետական կուսակցությունը չէ, առնվազն Սերժ Սարգսյանը եղել է կառավարության, կոալիցիոն կառավարության մաս եւ իր կադրերն է ունեցել այդ կառավարությունում, ընդ որում նախորդ իշխանությունները Սերժ Սարգսյանը այդ կառավարությունում ունեցել են կարևորագույն պաշտոնները եւ ես հիմա ուղղակի կընթերցեմ ներողություն այդ պաշտոնյաների անունները եւ հետո մենք մի տեսանյութ կդիտենք եւ կվերադառնանք մեր քննարկմանը, այլ տեսանկյունից կմոտենանք իրադարձություններին։ Ուրեմն պաշտպանության նախարար Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նշանակվել է Դավիթ Տոնոյանը, որը Սերժ Սարգսյանի կառավարությունում պաշտպանության փոխնախարարն էր։ Ուրեմն արտակարգ իրավիճակների նախարար 2018-ի աշնանը նշանակվել է Ֆելիքս Ցոլակյանը, որը Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամ էր խորհրդարանական։ Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը, որը բարձրագույն պաշտոն է զբաղեցրել Սերժ Սարգսյանի կառավարությունում, եթե չեմ սխալվում, փոխնախարար է եղել, առնվազն փոխնախարար։ Ուրեմն արտաքին գործերի նախարար է եղել Սերժ Սարգսյանի կառավարությունում, արտաքին գործերի նախարարությունում էական պաշտոն, բարձրագույն պաշտոն զբաղեցնող Զորաբ Մնացականյանը, նա Սերժ Սարգսյանի կողմից նշանակված էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ Եվ ես հիշում եմ այդ օրերին, երբ հանրապետականներից կարծիք էին հարցնում այս պաշտոնյաների մասին, բոլորն էլ գովասանքի էին արժանանում, հատկապես Զորաբ Մնացականյանի հետ կապված մի այսպես հումորային դրվագ կար, որտեղ հարգելի Մարգարիտ Եսյանը, Հանրապետական կուսակցության անդամ, ասում է. այո, ես շատ լավ ճանաչում եմ Մնացական Զորաբյանին եւ վստահ եմ, որ լավ դիվանագետ է, դա Arm-Comedy ոնց որ բաժին էր դարձել։ Ազգային անվտանգության ծառայության պետ է նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք ազգային անվտանգության ծառայությունում բարձրագույն պաշտոն զբաղեցնող Արթուր Վանեցյանը։
Ես իհարկե սանունը կարող էի չտալ, բայց ինչու եմ տալիս, որովհետև Արտուր Վանեցյանը նաև հետագայում եղել է Սերժ Սարգսյանի թիմի վարչապետի տեխնացուն, ինչ ցույց է տալիս առնվազն միջև այդ պահը եղած կապի մասին։ Ոստիկանության պետ է նշանակվում Վալերի Օսիպյանը։ Վալերի Օսիպյանը առանցքային դեր է կատարել 2018 թվականի իրադարձությունների ժամանակ իշխանությունների կողմից եւ նա ըստ էության եղել է իշխանությունների եւ փողոց դուրս եկած այսպես կոչված ընդդիմության միջնորդ կապավորը։ Դավիթ Անանյանը նշանակվել է ՊԵԿ ղեկավար, պետական եկամուտների կոմիտեի ղեկավար, Սերժ Սարգսյանի կողմից նա բարձրագույն պաշտոն էր ստացել 2016-ից 18 թվականներին զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Սյունիքի մարզպետ էր նշանակվել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այդ գրեթե ամբողջ տարիներին եղել է փոխոստիկանապետ եւ բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ընտրությունների գործընթացը տանող ոստիկանության շտաբի պետն եղել է։ Ըստ էության ընտրական process-ի գլխավոր պատասխանատուն, իսկ մենք հիշում ենք, թե ընտրություններում Հայաստանում հատկապես ոստիկանությունը ինչպիսի դեր ունի։ Ահա այսպես բոլոր ուժային կառույցները, ֆինանսատնտեսական կարևորագույն կառույցները եղել են Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո։ Այդ կոալիցիոն կառավարության մաս կազմող Սերժ Սարգսյանը ահա այս կադրերով ներկայացված է եղել այդ կառավարությունում։ Եվ դուք ուզում եք ասել, որ հեղափոխություն է տեղի ունեցել։ Բայց միջ սրա մասին խոսելը օրինակներով կոնկրետ չմոռանանք հա իդեպ, որ առաջին փոխվարչապետ էր Սերժ Սարգսյանի օրոք հավաքագրված ԱԱԾ-ի կողմից Արարատ Միրզյանը որպես գործակալ։ Սրա մասին էլ հայտնել է Միքայել Մինասյանը, ես չէ, որ ասում եմ ինքը գործակալ է եւ փաստաթուղթ են հրապարակել իր գործակալ լինելու վերաբերյալ, հա ներողություն, եւ հետո իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսայի կողմից ֆինանսավորված, իրենց կողմից որպես ընդդիմություն պահված, շահված Նիկոլ Փաշինյանը, գովազդված Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչու եմ ես ասում կոալիցիայի մաս է կազմել, ես խնդրում եմ այս բանը դիտել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի դրվագ եւ վերադառնանք մեր քննարկմանը։ Մենք այդ ձայները նրան տալով մենք նաեւ պայմաններ ենք առաջադրել։ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված չի կարող լինել պարտվողական քաղաքականություն եւ նվազագույն այսպես մեր ցանկությունների նվազագույն շեմը պետք է պահպանվի, չեն կարող լինել ոտնձգություններ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլն, որ պետք է իրականացվի Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը։ Իսկ մնացած հարցերում տնտեսական քաղաքականություն, չգիտեմ, հարկային բան, թող իրենք իրենց ծրագրերը իրականացնեն։ Ինչպես լսեցիք, երրորդ նախագահը ասում է, որ քվեարկելուց առաջ Նիկոլ Փաշինյանին ձայներ տալուց առաջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ պայմաններ են առաջ քաշվել Նիկոլ Փաշինյանի առաջ արտաքին քաղաքական եւ այլ հարցերով, հա։ Ինչպես կարող էր պարտված կողմը պայմաններ առաջադրել կամ ովքեր կարող պետք է լինեն այդ պայմանների վերահսկողները, գարանտները։ Իհարկե այս պաշտոնյաները, որ ես ընթերցեցի, միջև 2020 թվականի պատերազմի ավարտը Սերժ Սարգսյանը այս կամ այն չափով մաս է կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարության։ Ես հիշեցնեմ, որ նաև բացահայտվեց, որ նաև պատերազմի ընթացքում գլխավոր շտաբի պետը կապ է պահել երրորդ նախագահի հետ։ Ես չեմ ասում, որ այդ կապը բացական կամ դրական ազդեցություն է ունեցել պատերազմի վրա, բայց ակնհայտ է, որ մարդը կառավարման լծակների վրա ազդեցություն է ունեցել։ Եվ ելի եմ ասում, այս պայմանների մասին, որ խոսում է երրորդ նախագահ, այդ պայմանները հենց այնպես չեն դրվել։ Այդ պայմաններին պետք է լինեին գարանտ, այդ գարանտը, ահա, դուք տեսնում եք, այս պաշտոնյաներն են։ Եվ իհարկե արևմուտքը, որը այդ
իշխանահանձնման գործընթացի գլոբալ հովանավորներ։ Եթե նկատեցիք, 7-րդ նախագահը իր խոսքում ասեց, դե ասում են գնացեք ֆինանսական, սոցիալական, սոցիալ-տնտեսական հարցերով դուք զբաղվեք, այսինքն կարևոր հարցերը թողում եք մեզ, ուզում եք գաք, եկեք գնացեք փորձեք արեք ու անկեղծ եմ ասում, Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության մեջ ծիծաղելի պաշտոններ էին հասել այսպես կոչված հեղափոխական կառավարության, այսինքն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն առաջի փուլում դա էլ չէր իրանց, հա, ինչ որ փոխնախարարի մակարդակով էին ավելի շատ ներկայացված եւ փոխվարչապետերը, որոնցից առաջին փոխվարչապետը ԱԱԾ գործակալ է եղել, այսինքն էլի կապված եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Հիմա եկեք պատկերացնենք իրավիճակ Հայաստանում նորից քաղաքական process-ներ են գնում եւ իշխանության է գալիս մարդ փողոցով իբրև թե որը երկար տարիներ ֆինանսավորվել, պահվել, շահվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի տարբերություն մինչև 2018 թվականի Նիկոլ Փաշինյանը մի քանի տենց, եթե ինքը միակն էր գլխավոր դերում, որը պահվում էր խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, ապա հիմա Փաշինյանը ասենք ում հետ են իրեն կապում, Էդմոն Մարուքյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Արման Բաբաջանյանին։ Պատկերացրեք, այս երեք կերպարներից մեկը փողոցով գալիս է իբրև թե վերցնում է իշխանություն։ Ում ենք պատկերացնում ԱԱԾ-ի հետ փոխկապակցված վերջին իրադարձությունների ժամանակ, այսինքն առաջին փոխվարչապետը դառնում, օրինակ ԱԱԾ-ի հետ ակնհայտորեն գոնե այդպես առաջին հայացքից այդպես տպավորություն թողնող, ասենք առաջին փոխվարչապետը դառնում Սուրեն Պետրոսյանը։ Արտաքին գործերի նախարարը դառնում այս պահի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ֆինանսների նախարար է դառնում կամ շարունակում է մնալ Գևորգ Պապոյանը, կամ որևէ այլ ԿՊԱ-կան, որը ֆինանսների այդ ոլորտի հետ կապ ունի։ Այն նախարար է դառնում, հիմա չնայած նախարարություն միացված է ներքին գործերի նախարարությունը, կամ ներքին գործերի նախարար է դառնում Անդրանիկ Քոչարյանը։ ԱԱԾ պետ է դառնում Արգիշտի Քյարամյանը։ Պետ ղեկավար է դառնում Վաղարշակ Հակոբյանը, քաղաքացիական պայմանագրից, որը խորհրդարանում ֆինանսատնտեսական հարցերով է զբաղվում։ Ոստիկանապետ է դառնում Արամ Հովհաննիսյանը, այդ Խաշլամա Արամը, որը ցույցեր է ցրում 2018-ին էլ Օսիպյանն էր, չէ։ Սյունիքի մարզպետը ձեր ճաշակով որևէ ԿՊԱ-կանի նշանակեք, որը ոստիկանության հետ կապ ուներ, հա, փոխոստիկանապետ էր։ Որևէ փոխոստիկանապետ ԿՊԱ-կան դառնում է Սյունիքի մարզպետ, կամ Արամ Խաչատրյանը, եթե ազգանունը ճիշտ եմ հիշում, հա, որը հիմա ԿՊԱ-կան падգամավոր է, նախկինում եղել է ոստիկանության աշխատող, հա, եւ ինքը դառնում է Սյունիքի մարզպետ։ Եվ ահա այս պատկերը տեսեք, հիմա ես խնդրեմ ռեժիսորին հիմա բոլորի այս նկարները դնել, այս ԿՊԱ-կաների ում անունները տվեցի։ Ահա այս կառավարությամբ Արամ Զավենիչի կամ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ եղած կառավարությամբ տեղի է ունենում իշխանափոխություն եւ ձեզ բոլորիդ Ժողովուրդ ջան ասում են, եղել է հեղափոխություն։ Հիմա ես չեմ ուզում պատասխանել, դուք պատասխանեք այդ հարցին։ Նման կազմով փոփոխության պարագայում դուք ձեզ թույլ կտաք դա անվանել հեղափոխություն։ Դուք կարող եք դա համարել հեղափոխություն, եթե կարող եք համարել հեղափոխություն, դա արդեն կներեք ոնց որ թե ինչ որ խնդիրների մասին է խոսում։ Սրա մասին էր հարգելի հեռուստատողներ այսօրվա խոսակցությունը, այո, 2018 թվականին ձևավորված կառավարության մեջ եղել է այդ կոալիցիոն կառավարության մեջ եղել է անտեսանելի ոչ հրապարակային մասնակցություն եւ այդ մասնակցությունը ունեցել է Սերժ Սարգսյանը։ Եվ այդ մասնակցությունը ունեցել է Սերժ Սարգսյանը։ Էլ չթվարկեմ այն անունները, որոնք падգամավոր դարձան քաղաքացիական պայմանագրով, որոնք ՀԿ-ում էին, ՀԿ-ի հետ էին փոխկապակցված, կամ դասավանդում էին ՀԿ քաղաքական դպրոցում։ Հա, մոռացա այդ Գևորգ Պապոյանի անունը տալիս է, թե հիշում եք, ինքն էլ ՀԿ-ական էր, ուղղակի հետո ասաց, որ ինքը ֆեյք ՀԿ-ական է։ Այնուամենայնիվ, այս պատկերը Ժողովուրդ ջան, ձեր աչքի առաջ ունեցեք ու պատկերացրեք, որ դա հեղափոխություն է։ Արդյոք սա հեղափոխություն է թե ոչ։ Ես կարծում եմ ցանկացած adekvat մարդ շատ արագ կարող է պատասխանը գտնել։ Էնպես որ կարող են շարունակել մեղադրել մյուս կուսակցություններին,
բայց մյուս կուսակցությունները, կառավարության մասնակիցները, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը երրորդ նախագահը, որ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը մասնակցություն է ունեցել 2018-ին ձևավորված կառավարությանը եւ այդ մասնակցությունը պահպանվել է առնվազն մինչեւ 2020 թվականի պատերազմի ավարտը։ Սա էլ փաստերն են դրա մասին խոսում։ Նաեւ այն ժամանակ տեսանելի չէր, կարող էինք վստահ չասել, որ Դավիթ Անանյանը, հա, դե հիմա մարդը փոխնախարար է եղել, ինչ, բայց հիմա տեսնում ենք, որ այդ փոխնախարարը, որը հետո պետք ղեկավար դարձավ, հիմա նույն Սերժ Սարգսյանի արեալում գործող քաղաքական պրոցեսների մասնակից է։ Նույն հարգարժան Արթուր Վանեցյանը, երբ նշանակվեց ԱԱԾ-պետ, կարող ենք ասել, դե հիմա մարդը կադր չուներ, համակարգել ստիպում էր համակարգի օրենքներ ստիպում էր համակարգի ներսից դնել, ինչ աներ Նիկոլ Փաշինյանը, բայց հետո որ մենք տեսանք քաղաքական առումով գոնե 2021 թվականին Պարոն Վանեցյանը գտնվում էր նույն քաղաքական արեալում ինչ Սերժ Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն էր, այդ թվում Սերժ Սարգսյանի։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ կարող էր, եթե պայմանավորվածությամբ չլիներ այդ նշանակումը, ինք կարող շատ հանգիստ ԱԱԾ-պետ չնշանակել, ինչպես ինքը երկար ժամանակ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում էր պահում ԱԱԾ-պետին։ Այսինքն գործառույթն ինչ որ մեկը անում էր, բայց վերջնական նշանակված չէր։ Այդ ինչ այդ ուր էր շտապում Նիկոլ Փաշինյանը, որ միանգամից ԱԱԾ-պետ նշանակեց, միանգամից պետք ղեկավար նշանակեց մարդկանց, որոնք նախորդ կառավարության ներկայացուցիչներն էին։ Եվ գլխավոր բաները մոռացա, ներողություն։ Պատկերացրեք, որ տեղի է ունեցել հեղափոխություն իբրև թե այս պաշտոնյաներին մոռացա, ափսոսում եմ, որ վերջում հիշեցի։ Ասեն գլխավոր դատախազ է մնում Աննա Վարդապետյանը։ Մարդու իրավունքների պաշտպան է մնում Անահիտ Մանասյանը։ Արտաքին հետախուզության ղեկավար է մնում Քրիստինե Պողոսյան, եթե ճիշտ եմ հիշում ազգանուն, հա։ Այնտեղ մի կառույց կար, որը Սերժ Սարգսյանի օրոք կար, քննչական կոմիտե Հայկ Գրիգորյանն էր ղեկավար, որը Նիկոլ Փաշինյանի օրոք էլ մնաց եւ հիմա այլ պաշտոն է զբաղեցնում, հետո այդ կառույցը լուծարվեց։ Բայց ամենագլխավոր դատախազը, պատկերացրեք, գալիս է մի իշխանություն, ասում է մենք հեղափոխություն ենք արել, բայց գլխավոր դատախազ պիտի մնա Աննա Վարդապետյանը։ Դուք կհավատաք այդ հեղափոխությանը։ Կհավատաք, որ դա հեղափոխություն եղել, եթե կհավատաք, ապա ես շնորհավորում եմ ձեզ գալիք տոների կապակցությամբ։ Լավ մնացեք, կհանդիպենք։